Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 13-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի կեսօր։ Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Խանդանյանն իր ելույթը պատմական է որակել, նշելով, որ խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ է հայտարարվում խաղաղության հաստատման մասին։ Ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագիրը ամուր հիմք է դրել, հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգանքի վրա։ Նա առանձնացրել է Թրիպուղու իրագործումը խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում, որն ըստ Խանդանյանի Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպային։ Որպես վստահության ամրապնդման քայլ, Խանդանյանը կարևորել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումը։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Չնայած թուրքական եւ հայկական կողմերի հայտարարություններին, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց նախապայմանների է ընթանում, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը շատ բաց խոսել է նախապայմանի մասին։ Ֆիդանն ասել է, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները եւ բացել սահմանը, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Իր հայ գործընկեր Միրզոյանի բազմակի պարզաբանումների ֆոնին, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պարտավորություն հայկական կողմը չի ստանձնել, Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ Հայաստանի հարավով նախատեսված հաղորդակցային ուղու հարցերը, որոնք նրա խոսքով տեղ չեն գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում։ Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը իրենց հայկական կողմի կարևոր հարցեր են։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հենց այս պահին կարգավորելով Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Թուրքիա, նա այսօր բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Իսպանիայից մեկնելիս Զելենսկին ասել է, որ նրանց հետ հանդիպումներում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու ուղիները։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հարձակումներից հետո լեհական եւ դաշնակից ռազմաօդային ուժերը տեղակայվել են Ուկրաինայի օդային տարածքում։ Մարտական պատրաստության են բերվել մարտական ինքնաթիռների զույգեր, իսկ հակաօդային պաշտպանության, ռադարային վաղ նախազգուշացման եւ հետախուզական համակարգերը բարձր պատրաստվածության։ Միջազգային հրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Խարկովում բնակելի շենքի վրա անօդաչումների հարձակման հետևանքով 3 տասնյակ մարդ է վիրավորվել։ Ռուսաստանը թիրախավորել է ուկրաինական ենթակառուցվածքները, իսկ Ուկրաինան պատասխան հարվածներ է հասցրել արդեն ամերիկյան հեռահար հրթիռներով։ Շարունակվող մարտերին զուգահեռ Թուրքիայում նախատեսվում են բանակցություններ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու դրանց։ Միաժամանակ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից պահանջել գրեթե 44 միլիարդ դոլար, որպես փոխհատուցում պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Մադրիդ կատարած այցի ընթացքում ապահովել է 817 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ Իսպանիայից, նպատակ ունենալով ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի արևելյան թևում աճող լարվածության ֆոնին, ինչի վկայությունն են Լեհաստանում առերևույթ ռուսական հետախուզության իրականացրած երկաթուղային դիվերսիան եւ անօդաչու սարքերին հակազդելու զորավարժությունները։
Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին։ Պաշտոնական ընթրիքի ժամանակ թագավորությանը շնորհելով ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Այցի ընթացքում ամրապնդվել է պաշտպանական համաձայնագիրը, որը ներառում է F-35 կործանիչների վաճառք։ Իսկ թագաժառանգը խոստացել է Միացյալ Նահանգներում Սաուդյան ներդրումների ծավալը հասցնել $1 տրիլիոն։ Երկու երկրների միջև խորացող կապերը խորհրդանշող գալա ընթրիքին ներկա է եղել լեգենդար ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնալդոն, որի ներկայությունը մատնանշում է սպորտի, մասնավորապես ֆուտբոլի միջոցով իր համաշխարհային ազդեցությունը մեծացնելու Սաուդյան Արաբիայի ռազմավարությունը։ Երկարատև դիմադրությունից եւ հանրային ինտենսիվ ճնշումից հետո ամերիկյան կոնգրեսի երկու պալատները գրեթե միաձայն հավանություն են տվել Ջեֆրի Էփշտեյնի գործով արդարադատության նախարարության ֆայլերի հրապարակումը պարտադրող օրինագծին։ Այս քայլին նախորդել էր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը, որն ամիսներ շարունակ խոչընդոտում էր փաստաթղթերի հրապարակմանը։ Օրենսդիրները եւ դեմոկրատները եւ նախկինում Թրամփի կողմնակից հանրապետականները ընդգծել են, որ նախաձեռնության նպատակը թափանցիկություն ապահովելն ու Էփշտեյնի հանցավոր շրջապատի բոլոր անդամներին պատասխանատվության ենթարկելն է։ Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի մերձակա Այն Ալ-Հիլվե ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ թիրախավորել են Համասի ուսումնական համալիր, որն ըստ նրանց օգտագործվել է Իսրայելի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Համասը սակայն հերքել է այս պնդումը, այն անվանելով կեղծիք եւ նշել, որ հարվածը հասցվել է ճամբարի բնակիչների բաց մարզադաշտին եւ որ փախստականների ճամբարում ռազմական օբյեկտներ չկան։ Նիգերիայի Քեբի նահանգում զինված անձինք հարձակվել են աղջիկների գիշերօթիկ դպրոցի վրա, սպանելով փոխտնօրենին եւ առևանգել 25 աշակերտուհու։ Այս հարձակումը փրկագնի դիմաց զանգվածային առևանգումների շարքի հերթական դրվագն է մի տարածաշրջանում, որտեղ նման հանցագործությունները հաճախակի են դարձել։ Ի պատասխան ոստիկանությունը զինվորականների եւ տեղի աշխարհազորայինների հետ համատեղ սկսել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն առևանգվածներին գտնելու համար։ Նիգերիայում քրիստոնյաների զանգվածային սպանություններից ու առևանգումներից զայրացած Դոնալդ Թրամփը սպառնացել էր զորքեր ուղարկել այդ երկիր ահաբեկիչներին պատժելու համար։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մեր գերիներից Վիգեն Էլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է, այս մասին հայտնել է նրա կինը եւ փաստաբանը։ 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին զանգել է ընտանիքին եւ կարճ խոսակցություն ունեցել։ Reopen-ը զրուցել է Վիգենի կնոջ հետ, նրա խոսքով ամուսինը հայտնել է, որ ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի եւ դեղորայքի կարիք, որոնք իրեն չեն տրամադրում։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Ըստ փաստաբանի 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։ Կարճատև զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որն իրեն չեն տրամադրում։ Նա ինձ ասաց. «Լինդա, ես սողում եմ, մեջքի խնդիր ունեմ, ցավերից այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերիս վրա սողալով եմ տեղաշարժվում։ Ինձ բժշկի են տանում, նա դեղ է նշանակում, բայց այնտեղի պահակները չեն տալիս այն ինձ։ Բանտի տնօրենը չի համաձայնում խոսել ինձ հետ, որպեսզի դեղ տա, ոչ ոք ինձ չի պատասխանում։ Ամբողջ այս ընթացքում իմ միակ սնունդը հացն ու թեյն է, չեմ կարողանում ուտել, առողջությունս շատ է վատացել, դեղերի կարիք ունեմ»։ Փաստաբան Լուսիանա Մինասյանը ահազանգել է, որ Էլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը եւ ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները, Մանդելայի կանոնները։ Մենք հրատապ պահանջում ենք անմիջական անկախ բժշկական գնահատում, որակավորված միջազգային մարմինների հումանիտար հասանելիություն, անվավոր աթոռի, պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղամիջոցների տրամադրում, ծանուցումներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին եւ չեզոք դիտորդներին։ Վիգենի կինը կոչ է անում աշխարհին կանգնել գերիների կողքին, ասում է, որոշ գերիների հարազատներ վախենում են խոսել, բայց ինքը վստահեցնում է, չի լռելու հանուն արդարության։ Իմ ամուսինը անմեղ է եւ նա չպետք է դատվի որպես վարձկան։ Իմ ամուսինը Հայաստանի քաղաքացիություն ունի։ Նա պետք է ազատ արձակվի։ Նրա առողջական վիճակը բոլորովին լավ չէ։ Ես 5 տարի է կոչ եմ անում հեռուստատեսությամբ։ Շնորհակալություն նաեւ ձեզ։ Էլջեքչյանի առողջական վիճակին զուգահեռ ոչ պակաս մտահոգիչ է նրա դեմ պաշտոնական Բաքվի մեղադրանքների իրավական ու բարոյական ֆոնը, նաև քաղաքական անբարո նպատակները։ Ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն փորձում է լիբանանահայ Վիգեն Էլջեքչյանին ներկայացնել որպես վարձկան, այդպիսով ստեղծելով կեղծ իրավական հիմքեր նրան ռազմագերու կարգավիճակից զրկելու եւ ահաբեկչության շինծու մեղադրանքով դատելու համար։ Բաքվի այս մարտավարությունը աներևակայելի ցինիզմ է, երբ հիշում ենք 44-օրյա պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի կողմից
3000 օտարերկրյա վարձկանների ներգրավման անհերքելի փաստերը։ Մինչ Ադրբեջանը փորձում է վարձկանի պիտակ կպցնել սփյուռքահայ կամավորին, հայկական բանտում Հայաստանի արդարադատության նախարարության համաձայն իրենց պատիժն են կրում ՑՄԱ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկաններ։ Խոսքը Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիի եւ Յուսուֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջիի մասին է։ Այս 2 սիրիացի զինյալները գերեվարվելով հայկական ուժերի կողմից մանրամասն ցուցմունքներ են տվել այն մասին, թե ինչպես են իրենց հավաքագրել Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները, ինչպես են նրանց Թուրքիայի տարածքով տեղափոխել Ադրբեջան եւ ինչպես են ամսական $2000 խոստումով ուղարկել կռվելու Արցախահայության դեմ։ Սիրիացի ահաբեկիչների գործը լավագույնս վկայում է այն մասին, թե որքանով են շինծու եւ իրականությունից կտրված Բաքվի մեղադրանքները Վիգեն Էուլջեկչյանի հասցեին։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Մեր գերիներին փաստացի խոշտանգելը յուրատեսակ ֆոն է Ադրբեջանի հանրակրթության համար։ Ապշեցուցիչ տեսանյութ է տարածվել համացանցում, թե ինչպես են ադրբեջանական դպրոցներում վերաբերվում հայերին, ինչը շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե կարճ այնտեղ ոչինչ չի փոխվել, ատելությունը դպրոցներում է եւ ամենուր։ Հաշտության ձգտման նշույլ անգամ չի զգացվում։ Երևանի հետ իբր խաղաղություն կառուցող Բաքուն շարունակում է սերունդ կրթել «Ասա Ղարաբաղն Ադրբեջան է» պատերազմի օրերից հայտնի զազրելի լոզունգով։ Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է տեսանյութ ադրբեջանական դպրոցներից մեկում թշնամական քարոզչության մասին։ Այսպես է ձևավորվում նոր սերնդի աշխարհայացք եւ այսպես է Ադրբեջան պետությունը հովանավորում թշնամանքը։ Դպրոցական դասագրքերում հայերին անվանում են ագրեսոր, թշնամի ու երեխաներին մանուկ հասակից ներարկում այն միտքը, որ հայերն իբր գողացել են ադրբեջանական հողերը։ Մինչդեռ սեփական արարքներին կողքից հետևելու դեպքում կնկատեին, որ իրենց իսկ բեմականացման մեջ բռնությամբ ու մահվան սպառնալիքով են կորզում Ղարաբաղն Ադրբեջան է արտահայտությունը։ Քարվաճարի 34 համարի դպրոցն է ու այս պատկերն է ողջ Արցախում։ Բռնազավթված տարածքների դպրոցներում ձևավորվել է մի ավանդույթ, երբ դասամիջոցի ժամանակ դպրոցի ամբողջ տարածքում 2 անգամ հնչում է Իլհամ Ալիևի ձայնը. Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանը։ Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ նրանց պատմական հայրենիքը գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, որը նրանք անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Օրինակ Խաչմազի հաղթանակ զբոսայգում անցկացվել էր Արևմտյան Ադրբեջանը մեր հայրենիքն է խորագրով փառատոն, որի ընթացքում տեղի աշակերտները ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ Թալին եւ Գառնի հայկական տեղանուններով։ Փաստացի Բաքվում երեխաները մեծանում են ոչ թե խաղաղության, այլ ռևանշի եւ տարածքային նկրտումների գաղափարախոսությամբ, մի բան, որում մեղադրում է մեզ Բաքվի բռնապետ Ալիևը։ Կրթական այս քաղաքականությունը պաշտոնականացվում է։ Իլհամ Ալիևը իր ելույթներում օգտագործում է նվաստացուցիչ տերմիններ եւ հստակ հրահանգ տալիս կրթական համակարգին ու հասարակությանը։ Հայերին ատելը պետական պահանջ է։ Այս քաղաքականության նյութական մարմնացումը Բաքվի կենտրոնում գտնվող ռազմավարի պուրակն է։ Այն ցուցադրում է 2020 թվականի պատերազմի ընթացքում գրավված հայկական զինտեխնիկան, հայ զինվորականների ցուցամանեկենները, որոնք հանդիսանում են ծաղրի եւ նվաստացման օբյեկտ։ Բաքվի կառավարության ատելությունը չի սկսել հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային եւ նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է զոհվածների սաղավարտներով ու երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է։ Այս այգին հայատյացության դասագիրք է բաց երկնքի տակ, այն փոխանցում է հստակ ուղերձ, հակամարտությունը դեռ ավարտված չէ եւ ատելությունը պետք է շարունակվի։ Ադրբեջանում հայատյացության քարոզը սկսած դասագրքերից մինչեւ նախագահի խոսք եւ ռազմավարի պուրակի ցուցանմուշներ ապացուցում է, որ այն դարձել է պետական գաղափարախոսության առանցքը։ Մինչ միջազգային հանրությունը փորձում է խաղաղություն հաստատել, Բաքուն դաստիարակում է մի սերունդ, որը ծրագրված է նոր պատերազմների համար եւ իրական խաղաղության ակնկալիքը այդ երկրում արկա միտումները հաշվի առնելով ողջամիտ մարդկանց համոզմամբ միամտություն է։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Այս ժամի համար այսքան է լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։